Բարև ձեզ ժողովուրդ ջան, ո՞նց եք, լավ եք։ Քերին եկավ մեր բակը, դուլուլույ սրբազավր։ Մի ժամանակ հարցնում էին, ասում էին, «Էդ լաուն ով է, լաուն ով է»։ Օրը կգա, ժամը կգա, եթե պատահություն կհամարի Սրբազան հայրը դրա մասին կխոսա։ Այդ ժամանակները վերջացան։ Հիմա հարցնում են, քեռակինը ով է, այդ որ քեռակինն է։ Չկա քիսպես հուք մի հեքիմ։ Հների սրբերից մեկը, ուրեմն գնացել բռնել իր քեռակնգան մաժելը։ Մաժել, տաշելա։ Հիմա էլ սաղազգը փնտրտուքի մեջ է, ման են գալի, թե այդ քեռակինը ով է։ Медлячок, чтобы ты заплакала, и пусть звучат они все одинаково, и пусть банально и не талантливо, но как сумел на гитаре сыграл и спел. Աղջի մեկը գրել է քել գնանք ծեր էթելի կանգնենք։ Այդ հելի տես, ներվայնան եմ արդեն, ուշկալում ենք։ Են Շիրակի եզն էլ հել է ասում է, գիտեք ինչ դժվար է առած կնգա գոնե մի ամիս դիմանալը։ Да уйди от меня! Сказала, уйди! Ты чего? Դրա մեջ բոլորովին վախենալու, խուսափելու կամ սարսափելի բան չկա, բոլորովին։ Դա բոլոր աստուտված նվերը, ինչպես որ իմ բոլոր հայրուրավոր տաղանդները, ինչպես ինձ ասում են տաղանդաշատ բազմակողմանի զարգացած, ով տեսնում է կին։ If you're done with your ex, move on to the next. If you're done with your ex, the only ex I want is extra money. No extra stress, no extra worry. Հների սրբազան։ Դեռ փոքր տարիքից վաղ հասակից ասում էին, որ դու շատ մեծ ինտուիցիա ունես, intuition, որը որ շատ ճիշտ է։ Առ այսօր այդպես է, ու շարունակվում է, թե դա կլինի մեծ, թե փոքր, տղամարդ կին, ումին ինչ ասել եմ, ճիշտ է եղել, իրականություն։ Դրա մեջ բոլորովին վախենալու, խուսափելու կամ սարսափելի բան չկա, բոլորովին։ Այսօր ես կխոսեմ որոշ բաների կապված կարտի և գուշակության հետ, որպեսզի դուք էլ որոշ չափով բան իմաց լինեք, գաղափար կազմեք։ Лучше России нигде не найти. Да. Посмотришь в других странах, что творится. Сколько там нищих, бедных людей. А вы в каких странах побывать успели вообще? Я не успела, я смотрю на много телевизор. Տեղյակ լինեք, որ սխալ բան չկա, որևէ վատ բան չկա կապված կարտերի և գուշակության հետ։ Կա խմում այնտեղ, այն նազոն էլ ընդ հևում էր, նոր ասեցի։ Նազոն հետ բարձացրի այդ բաժակով։ Նամանավանդ, որ դա բոլոր աստվածից է, այդ իմ մեծ զգացողությունը։ Ապրես, որ դու կաս, վերջի բոլշևիկ։ Ես էլ հների սրբազան, խնդրեմ։ Մեր քաղաքապետի տեխնացիոն։ Եթե մի գիրք խորհուրդ տակ կարդալ, որը կլիներ։ Ագատի Քրիստոսն։ Գեոպոլիտիկա, թե ներքաղաքական ինտրիգներ։ Ներքաղաքական ինտրիգներ։ Եթե դուք տենց լրիվ դուխով տղեկ եք, որ խոսում եք, այդ գոռացողներին եմ ասում, աբյոմից, որ հայոյում եք իրար, Je vais te raconter ampi psion et sécurisé. Շատ նյանտիկվատ են պահում, ու մենք ինչ կարգավիճակի ենք այսօր ապրում, ունենք միջին խաղ, ցածր խաղ, բարձր հարուստներ։ Ընկերոջս հետ խոսում եմ ջերմուկում, որ ունի հանգստան տույն, նավակ ման են գալիս։
Առագացանավը նայեք։ Մամբեի ափերում եմ։ Մամբեի առաջա բամբե։ Մենք պետք է մեր խելքը հավաքենք մեր գլուխը։ Ասում եմ, որ Ադրբեջանի իշխանությունն էլ լսի, որ իրեն լկտի չպայի ու թիլոմացիա մեջ չգցի իրենց անգրագետ ազգին, իրեն շատ անգրագետ են, որ պատմություն չգիտեն, ասում է Երևանը Հայաստան է, Սևանը Հայաստան է, Զանգեզուրը Հայաստան է։ Ես էլ ասում եմ, որ Ադրբեջանը պատմական երկիր չի։ Թվականին, որ Թաշվյան հեղափոխությունը ոնց որ ասում էին այսօր սահմանամերձ գոտիներում ապրող ժողովրդին շահագրգենք ով ես դու կասեմ ով է քո ընկերը Заслуженный այրեն վաստակավոր բալերինա է Մեսրոպ Խորենացի շքանաշարակի մոտենանք այդ աշխատանքին որ կարողանանք ինչ տարածքներ վերադարձնել ունենք նանք մեր սև ծով ունենանք ղարսը արդանան տարբեր բոլոր հավատում եք ես հավատում եմ որտեվ թուրքերն էլ լավ իմանում որ պետք է մեր տարածքները հազյանը ոնց ես դու կագնեցնում որ կագնեցրեցի դու կարաս ձյանպես վազես Վլադիմիր Պուտին Այդքան պարետներ ունեք, թող պարետներն էլ կագնեն, մեծ մեքենաներով հերթանենք, պարտանում ենք մեր երայգունը Իմ շատ սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ, ինչ եմ ուզում ասեմ ձեզ, նախ ես ինքս անչափ հուզված եմ, ինչի եմ հուզված, որովհետև իմ շատ հարազատ մարդ Այց բեկետ սրբազան հներին ավելի ճիշտ ինձ շատ հարազատ մարդ սիրելի բոլորիս կողմից ճանաչված Ավետ Պարսեղյանը իմ համար պատրաստել է շատ յուրահատուկ անակնկալ ու այդ անակնկալը մենք ձեզ կներկայացնենք օգոստոսի 30-ին Ավետս Պարսեղյան իմ համար գրել է իրոք շատ յուրահատուկ երգ, որի խոսքերը ես կարդալով անչափ հուզվել եմ ու երգը կոչվում է այսպես Քո սիրտը մեծ է Հուսով եմ ձեզ բոլորիդ թույլ կգա նորից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր շատ սիրելի տաղանդավոր Ավետ Պարսեղյանին Մռոպե Եվ ուզում եմ ասել, որ Ավետ ջան, քեզ շատ սիրում եմ, հարգում եմ, իմ լավ ընկեր, իմ լավ բարեկամ։ Մորը, լորաղարգեմ, մորը։ Այ Արմեն, տունը լավ էր երգում։ Չկա կիսպես հուկ մի հեքիմ Դուրոստոմի զար թակավուր Ասկը տասկերումը գոված Համդունիս գոզա թակավուր Թերեսան ձեզ ու չունենա Գլուխարատար տակավուր Մտի կարակու ստիղծողին նահատի խազան միանին Դուն են գլխեն իմ աստունիս Այսպես արութինին ասած դուն են Հայաստանը կրթության մակարդակով աշխարհում զբաղեցնում է 69-րդ տեղը, ինչը ավելի բարձր է, քան Ադրբեջանի 89-րդը եւ ավելի ցածր, քան Վրաստանի 57-րդը։ Ամենաբարձր դիրքերը գրավում են հիմնականում եվրոպական երկրները, իսկ ամենացածրը Աֆրիկյան։ Չնայած հարաբերական լավ ցուցանիշների, Հայաստանի կրթական համակարգում կան լուրջ խնդիրներ։ Հնացել է սովետական կրթական մոդելը եւ կա այն արդիականացնելու կարիք։ Բացի այդ, Հայաստանից մեծ քանակությամբ ուղեղների արտահոսք կա։ Ունենք նաև ուսուցիչների քանակի սուր պակաս, բայց կա նաև հուսադրող փաստ։
Ուսուցիչների աշխատավարձը կազմում է միջին աշխատավարձի 104.5%-ը, որը ավելի բարձր է, քան Վրաստանի 100%-ը եւ Ադրբեջանի 72.4%-ը։ Բոլորից շատ սիրում եւ հարում։ Մնացեք բարի։ Սիրում եմ մեր երկինքը մուր, ջրերը ջինջլիկ կլուս է, արևն ամրան, ձմեռվա, վիշապացայն